Արաքելոց ահավասիկ շարունակենք 8-րդ գլուխ համար 26-ն սկսյալ Գեղեցիկ է կորց արաքելոցը պատմական է կորց արաքելոցը եւ որ գսե կորց արաքելոցը ասել է այն բոլոր կորձերը որ դերը կատարեց արաքյալներուն ցերկով բայց եկեք ավելի ասենք կորց սուրբ հոգվույն քանի որ սուրբ հոգին է որ կորձե կորց արաքելոց քիրքին մեջ Եվ Սուրբ Հոգին կորձե արաքյալներու միջոցով, կորձե դարբեր ծևերով։ Եվ այն Սուրբ Հոգին կորձը, որ սկսած է այստեղ, չվերջացավ։ Երբ կորձ արաքելոց քիրքը կփակենք, Սուրբ Հոգին կորձը չենք փակեր։ Այլ Սուրբ Հոգին սկսավ կորձ արաքելոց քրքեն այդ 35 թվականներեն, 30-35 թվականներեն, մինչև այսօր։ Նույն Սուրբ Հոգին է, որ կորձե, նույն Սուրբ Հոգին է, որ կշարժե այս աշխարհը, և կպատրաստե Հիսուս Քրիստոսի հետևորդներուն զինք դիմավորելու, քանզի դերը ահավասիկ պիտի կա։ Ուրեմն, երբ մենք կորձ արաքելոցը կգարտանք և կսերդենք, պատմական գիրք չէ, որ կսերդենք, այլ մեր պատմությունն է, Հիսուսի հետևորդներու պատմությունն է, կորձ արաքելոց գիրքը։ Մեր ամենօրյա շարժումն է, որ կորձ արաքելոցը մեզ պիտի սորվեցնե։ Սուրբ Հոգին սկսավ իր կորձը, հալելույա, եւ իր ավարտին պիտի հասցնե, երբ Հիսուս պիտի վերադառնա։ Մենք հիմա գրնանք գսել ուրեմն, որ մենք կորձ արաքելոցի մեջն ենք հիմա։ Մենք հիմա գաբրինք, անոնք որ անշուշտ հավատարիմ են այս խոսքին, գաբրին, ինչ որ գրված է այստեղ, քանզի Սուրբ Հոգին չթատրեցավ աշխատել է։ Սուրբ Հոգին չթատրեցավ մարդկանց ապաշխարություն տալ է։ Սուրբ Հոգին չթատրեցավ հրաշքներ կատարել է, ինչ որ շատեր կգարձեն։ Սուրբ Հոգին իր կորձունեությունը եւ իր փառքը չտվավ ոչ մեկ մարդկանց, այլ ինքն է որ կկորձե այսօր այն պայմանով, որ վերստին ծնված հավատացյալը խոնարհությամբ Սուրբ Հոգին դեղ տալով պիտի քայլե Սուրբ Հոգիով եւ մարմինի ցանկությունները պիտի չկատարե։ Անժամանակ Սուրբ Հոգին պիտի կորձե։ Մենք չենք կորձողը, մենք չենք իմաստունը, մենք չենք հավատացյալ զորավոր մարդիկ, այլ երբ որ մենք կխոնարհենք ամենակարող Աստծո ցերկին առջև, Սուրբ Հոգին ինքը կկորձե մեր միջև։ Այսօր Սուրբ Հոգին շատ մը եկեղեցիներու մեջ չկորձեր, քանի որ այդ եկեղեցի ըսված մարդկանց գլուխները, ապատասխանատուները եւ շատ մը հետևորդները ոչ թե շեշտը դրած են ամենակարող Աստծո խոսքին վրա, այլ շեշտը դրած են իրենց դիսապանություններու, իրենց կարծածներու, իրենց վարժություններու եւ իրենց սովորություններու վրա եւ գիտեք ես ամեն չորեքշաբթի այս բանը գսեմ բոլոր եկեղեցիներու մեջ այդպես բաներ կա։ Չկա մեկ եկեղեցին որ մյուսեն լավ է։ Այստեղ ես չեմ կարոզեր այս կամ այն եկեղեցին։ Ես չեմ հարցագիր այս կամ այն եկեղեցվո։ Ես չեմ անբադվեր ովևէ մեկ ծառայող, ես միան գսեմ ահավասիկ ճշմարտությունը։ Աստուծո Քրիստոս, Հիսուս Քրիստոսի մարմինը այսօր կապրի աշխարհի 4 կողմը։ Սուրբ Հոգին կկորձե, ապաշխարություններ, փոփոխություններ, զղջումներ եւ հրաշքներ կպատահին։ Միայն այդ մարդկանց, որոնք այս խոսքի ճշմարտությունով կքայլեն խոնարհությամբ եւ թույլ կտան, որ Սուրբ Հոգին կորձե իրենց մեջ։ Ուրեմն չեմ գիտեր դու ինչ տեսակ եկեղեցի մեջ ես, ինչ տեսակ եկեղեցվո գնայիս կամ կպատկանիս, այդ բոլորը մեկ կողմ դու նայիր ամենակարող Տիրոջ մարմինի ճշմարիտ եկեղեցին վրա։ Դիեզերական եկեղեցին, որ այո ունի իր տեղական եկեղեցիները եւ իմ մաղթանքս այդ է որ ամեն ուր որ մեր հայ ժողովուրդը գա, այդտեղ գտնվի փոքր առողջ Սուրբ Հոգիով ապրող մարդիկներ, որովհետեւ իրենց միանալով դու պիտի կարողանաս մեծնաս, զորանաս եւ դու վգալաս Տիրոջը։ Կորձ արաքելոց 8-րդ գլուխ 26-րդ համարին սկսյալ։ Անցյալ անգամ մենք տեսանք ինչպես Ֆիլիպոս այդ 7 ընդրյալներեն մեկը
որ ընդրվեցան բարձ սեղաններու ծառայություն ունելու, մեկ կորդեն բարձ կորձ եկեղեցիին մեջ, բայց իրենք եղան ավետարանիչներ, ինչպես Ստեփանոսը, այդպես ալ Փիլիպոսը, եւ անցյալ անգամ տեսանք Փիլիպոս ուրեմն գղրգվի Սամարիա, այդտեղ մեծ ապաշխարություններ, մեծ հրաշքներ, մեծ կորձ կսկսի, Փիլիպոսին կպատվեն, Փիլիպոսին կընդունին, Փիլիպոս քարոզչական կորձը, ուսուցողական կորձը կսկսի, ամեն ինչ առաջ կերտալ, լավ որոշված տեղ, ուրախ Փիլիպոս կծառայե եւ ահա վասիկ դիրոջը հրեշտակը Փիլիպոսին գուկա համար 26 Դիրոջը հրեշտակը Փիլիպոսին խոսեցավ ասելով ելիր եւ քնա հարավային կողմը այն ճամփան որ Երուսաղեմեն դեպի Գազա գիչնե որ անաբադ դեղ մնե Գեղեցիկ այստեղ երբ կտեսնեմ դիրոջը հրեշտակը գուկա եւ Փիլիպոսին կարծեք հանգիստը կխանգարե Փիլիպոս հանգիստ ծառայության մեջ նոր սկսած ծառայություն ժողովուրդ կաշխարեն հրաշքներ գլամ Երուսաղեմեն Պետրոսը գուկա եւ գործնե այդ կորձը հոյակապ կորձ կսկսի եւ հրեշտակը գուկա եւ գսե այդտեղ են դուրսել գնա անաբադ Ինչու անաբադ երթամ լավ էր այստեղ լավ ծառայություններ կան ժողովուրդը կշատնա դերը գսե գնա անաբադ Սիրելի քույր եղբայրներ ավասիկ այստեղ գսորվինք Աստծո հնազանդ ծառան գթողնե եւ գերտա անաբադ տեղը անալ գսե ելավ եւ գնաց չգապված էր այդ Փիլիպոսը գապված չէր այդ հաջողության գապված չէր այդ ժողովրդին գապված չէր այդտեղի մեծ օրտություններուն ինքը գապված էր Սուրբ Հոգին եւ երբ որ Սուրբ Հոգին կսե շարժիր կշարժի նստիր կնստի ել այդտեղ գելլե քնա անաբադ կերտամ անաբադ ավասիկ կտեսնենք օրինակը օրինակելի Աստծո ծառային Երանի ամեն մեկ հավատացյալ աշակերտի նման հնազանդ ըլլան ոչ թե փնտրենք մեր հանգիստը այլ փնտրենք հնազանդություն ամենագարող Աստծոյին երբ կսե այդ հանգիստեն դուրս ել եւ կնա անաբադ Զարմանալի էր անաբադ պիտի երթար բայց Աստված գիտեր ինչ գործ պիտի ներ Փիլիպոսին հետ Այսօր երբ կտեսնենք առաջնորդներ հոգեվոր առաջնորդներ որ իրենց փառք կփնտրեն իրենց անուններուն մասին կմտածեն իրենց եսի մասին իրենց ծառայությունների մասին իրենց ծառայությունները մեծնալու մասին այնքան կմտածեն որ դերևս ուրիշ ծառայողներու կհարվածեն այսպես բաներ ամեն տեղ մենք կտեսնենք եւ կլսենք դժբախտաբար բայց անոնք օրինակելի չեն օրինակելին այստեղ Փիլիպոսն է երբ ինքը իր հանգիստը չփնտրեր իր ծառայության նույնիսկ հաջողությունը չփնտրեր ինք պարզապես ուր որ պետք է ըլլա այնտեղ կփնտրե երբ Տերը իրեն գսե հոն ինք երթ այնտեղ երբ Տերը գսե այստեղ ինքը կա այստեղ մեծ թաս մեզի մեր կյանքի նպատակը մեր հաջողությունները չեն նույնիսկ եթե այդ հաջողությունները հոգևոր հաջողություններ են եւ ինքն կնաց անաբադ եւ ահա Եթովացի ներքինիմը Եթովացիներու գանտագա թակուին մեկ պաշտոնյան որ անոր բոլոր կանցերուն վրա էր եւ Երուսաղեմ եկեր էր երկրբակություն ընելու Եթովացիները շատ գաբ ունեին հրյաներու հետ մեծ պատմական դրվագներ են ասոնք եւ ավասիկ Եթովացի որ հրյական հագում ունի եկած էր Երուսաղեմ Պաշտամունք ընելու հոգևոր միտքով ինք մեծ մարդ էր կանցաբահ թակուին բայց հավասիկ եկած էր քանի որ սրտի մեջ կար հոգևոր փափակ բան չէր գիտեր բայց հոգևոր փափակ կար եկած էր Երուսաղեմ պաշտելու երկրբակություն ունելու դիրոջ մեզ սորվելու եկած էր այնքան հազարավոր կիլոմետր անտին իր դունը թողած եկած էր հոգևոր փամը ստանալու մենք եւս այստեղ կտեսնենք
երկրորդ դասը մեզ որքան պատրաստ ես դու սիրելիս աստուծո հոգևոր բաներ սորվելու համար քո հանգիստը փոխես այս մարդը այնքան տրամ ուներ որ գրնար խնդրել իր ծառաներուն որ Երուսաղեմեն մի քանի քահանաներ բերեին եւ ինք իրեն սորվեցնեին տրամով գրնար ուսուցիչներ բերել բայց ինք ուզեց երթալ ինք հրավային քայլը որպես աստուծո փոքր բամը քոնե բամը սորվի իր յանքին մեջ բամը փոխվի իր յանքին մեջ կտեսնեք ինչ բաներ ունենք սորվերիկ այս ներքինի եթովացիեն եւ Աստված կհարքե զինք փնդրող մարդուն քիչ առաջ գարտացինք Սաղմոս 105 անտատար դիրոջ երեսը փնդրեցեք ուրախություն ազատագրություն հրաշքներ վկայություններ պիտի ըլլան քո կյանքիդ մեջ ինչու եթե դիրոջ երեսը կփնդրես ահավասիկ մարդը եւ քինին այստեղ դիրոջ երեսը փնդրող մարդ եկավ Երուսաղեմ եւ զարմանալին երբ ամեն ծիծապանությունները վերջացան եւ այստեղ գուզեմ շեշտը տնել որ օրերով ինք մնաց Երուսաղեմ ծիծապանություններու ուխտակնացության եթե գուզեք բայց ահավասիկ կվերադառնա դադարկ կարդանք տեսեք անգե ետ կդառնար ու իր գարկը նստած Եսայի մարգարեին քիրքը կգարտար Սուրբ ոգին ըսավ Փիլիպոսին մոդեցիր եւ այդ գարկինքով քնա Փիլիպոսալ վազելով մոդը քնած ու լսեց որ Եսայի մարգարեին քիրքը կգարտա եւ ըսավ իրեն գարտացածդ կհասկնաս արդյոք անալսավ ինչպես կրնամ հասկանալ եթե մեկը ինձի չարաչնորթե ու աղաչեց Փիլիպոսին որ ելլե գարկին մեջ իր քով նստի Ահավասիկ հարուստ մարդ եկած է Երուսաղեմ երկրպագություն ունելու հոգևոր օրհնությունները ստանալու եկած է Երուսաղեմ որպեսզի հոգևորապես նորոգվի գվերադառնա իր դունը բայց ոչ մեկ բան ստանալով ծիսապանությունները գրոնասիրությունը ավանդությունը գրոնական ծիսապանությունները մեր սրտերը չեն փոխեր լավ լսեցեք ուխտակնացությունները քո սիրտը չի փոխեր գեղեցիկ տաճարներուն մեջ քո սիրտը չի փոխեր գեղեցիկ երգեր լսելով քո սիրտը չի փոխեր գեղեցիկ քարոզ լսելով քո սիրտը չի փոխեր ահավասիկ այս մարդը դխուր կվերադառնա բայց իր մեջ կա այն փափակը որ Աստծո խոսքը փափակ էր Աստուծո բան ստանալու ոչ մարդոցմե ոչ քահանաներեն ոչ շենքերեն ոչ տաճարներեն այլ Աստուծո Երանի այսօր մեր հայասկին մեջ քիչ ավելի շատ նային այդպես մարդիկ քան թե երթան եկեղեցի շենքերին բادرը համբուրելու սպասեին եւ դեսնեին եւ փնդրեին դիրոջ երեսը Քան թե փորձելու որ մի հոգի իր համար պիտի աղոթե կամ ցերկը վրան պիտի տնե կամ պիտի օրտնե ավելի փնդրեր դիրոջ խոսքը Երանի շատնան այսօր մեր հայ ասկին մեջ այսպես փնդրդուկ ունեցող մարդիկներ Ահավասիկ այս մարդը նստած է իր փառավոր գարկին մեջ բայց իր հոգին դադարք է իր սիրտը դադարք է գարտա Եսայի մարգարեն գարտա բայց չի հասկնար Եվ նայեցեք ինչ գեղեցիկ ցևով Սուրբ ոգին Փիլիպոսին գհանդիպեցնե այս փնդրող մարդուն Այսօր մեր չորս կողմը շատ փնդրող մարդիկներ կան, բայց չեն գիտեր որտեղ են սկսին, ինչ ստանան, ինչ փոխե իրենց մեջ կփնդրեն այս կամ այն շենքերու մեջ ուխտակնացություն գնեն Երուսաղեմ գերտան, Էջմիածին գերտան, Հռոմ գերտան, այս կամ այն քեղեցիկ սուրբերու շենքերը գերտան, աղոթներ գնեն ասորանոր, իրենց քայլած դեղերեն գքայլեն եւ այլն, բայց գվերաթարնան իրենց դունը դադարք առանց ովևէ բան փոխելու։ Գիտեք ինչու, քանի որ Աստծո Սուրբ Հոգին է որ միան քեզ գփոխե եւ ոչ թե մարդկային դիսապանությունները, գրոնական վայրերը, ուխտակնացությունները։ Եվ մարդիկ հազարավոր դրամներ գծախսեն,
որ երթանուխտակնացության դեսնեն աշինչ հավատացյալին դունը, անինչ հավատացյալին քայլած ճանապարհը եւ տրամ գծախսեն գողոքնին դունգու կամ պամնալ փոխված չէ։ Բայց այստեղ այս մարդը քանի որ ծարավ ուներ Աստծո, Աստված ինք իր մոտ բերավ Փիլիպոս ավետարանիչը։ Ինք շատ քահանաներ դեսեր էր, շատ մարդկանց դերևս խոսեր էր, շատ ինչպես եմ բաշտամունքներու մասնակցեր էր, շատ բադարակներու մասնակցեր էր, շատ դիսապանական երկերու մասնակցեր էր, բայց իր սիրտը չէր փոխված։ Մինչև այն ադեն, որ Աստված գուխարգե Փիլիպոս իրեն եւ Փիլիպոսին սրդին գտնե, որ մոդենա այդ փնդրող մարդուն։ Հալելույա։ Աստված փնդրողներուն պատասխան գուտա։ Անորամար գսե թուրը զարգեք եւ պիտի բացվի, փնդրեցեք եւ պիտի գտնեք։ Աստված գտեսնե որքան թուն ծարավ ես իրեն, որքան կհասկնաս, որ հոգևոր կյանքդ գախյալ չէ մարդոցմե, գախյալ չէ եկեղեցիներե, գախյալ չէ այս կամ այն դիսապոնտենե, քո հոգևոր կյանքդ գախյալ է ամենագարող Աստուծո խոսքեն իր Սուրբ Հոգիի միջոցով Հիսուս Քրիստոսի խաչելությունով եւ հարությունով։ Եվ հավասիկ կհասկնաս ինչ կգարթաս, գսե Փիլիպոս։ Ինչպես հասկնամ, եթե բացադրող չկա։ Սիրելի քույր եղբայրներ, այո մենք սերտողություն գնենք, մենք կկարոզենք, մենք կփորձենք սերդել Տիրոջ խոսքը, կփորձենք ուսուցանել, կփորձենք հասնել ցեզ, բայց գիտեք, եթե դու փնդրող չես, այս ծառայությունները իմաստ չունի քո կյանքիդ մեջ։ Եթե դու փնդրելու սիրտ չունիս, անգերձ ճշմարիտ փնդրելու եթե սիրտ չունիս, Աստված Աստծո խոսքը չի հասնիր քեզ։ Այս մարդը փնդրող էր եւ Աստված Փիլիպոսին ղրգեց։ Սուրբ Հոգին Փիլիպոսին Սամարիայեն դարավ, բերավ անաբադի մեջ, որբեսի այս մարդուն հանդիպեր։ Սամարիա ուրիշ հոգևոր հովիվ չմնաց, գիտեք։ Փիլիպոսն էր։ Աստված այդ բոլոր մարդկանց մե հանեց Փիլիպոսը եւ բերավ այս անաբադ տեղը, որբեսի մի քանի հոգի, քիչ հետո պիտի ասեմ, որբեսի այս եւ քինին բրգվեր։ Աստուծո համար ծարավ սրդերը շատ կարևոր են։ Աստծո համար զինք փնդրողը շատ կարևոր է։ Աստծո համար քեզ գուզե կորզածել, որ տերևս թուն երտաշ շադերուն, փնդրողներուն, ծարավցածներուն։ Եվ ահավասիկ Փիլիպոս ելավ եւ իրքով նստավ, համար 32։ Քրքին մեջ կարտացած դեղը այս էր, նայեցեք ինչ կգարտար այս եւ քինին։ Ոչխարի պես մորթը լևելով դարվեցավ եւ իր խուզողին արջև մունջ կեցող կարնուգիմը պես իր պերանը չփացավ, իր խոնարհությանը մեջ իր տադաստանը վերցվեցավ եւ անով ասկադողմի մասին ով պիտի պատմե, վասնզի անոր կյանքը երգրեն պիտի վերցվի։ Ներքինին պատասխան տվավ Փիլիպոսին եւ ասավ. «Գաղաչեմ քեզի, մարգարեն, Եսայի մարգարեն, որուն համար գսե այս խոսքերը, իրեն համար, թե ուրիշի համար»։ Գտեսնեք այս Եվքինին որքան կորձ ուներ, ինքը քանցաբահն էր, բայց ինքը գխանկարվեր, քանի որ Տիրոջ խոսքը գարտար եւ չէր հասկնար։ Գսե գաղաչեմ ինձի բացադրե, ես կուզեմ հասկնալ, բայց չեմ գրնալ, ինձ բացադրե, որուն համար էր այս, ինչ կսե այս խոսքը, ժողովուրդ փնդրողը գտնե։ Եթե դու քիչ մը ավելի փնդրես Տիրոջ խոսքի խորությունը, պիտի հասկնաս եւ հայտնություններ պիտի կան, այո, բայց արևանցի երբեմն հազիվ կգարտան կանցնենք վրային եւ գսենք, որ ինչ է այս է խոսքը։ Ես գիտեմ։ Երբ որ ես գիտեմ գսես նորություններ դերը չի դար, բայց երբ դու գդարաբիս հասկանալու համար Տիրոջ խոսքը դերը անպայման կհայտնե քեզ։ Եվ նայեցեք ինչ կպատահի 35 համարը Փիլիպոս իր բերանը բացավ եւ կրկին այս խոսքենը սկսելով Հիսուսը քարոզեց անոր։
Հալելույա։ 5 դագարանի մեջ Հիսուսը գար։ Փիլիպոսի պատմությունը չպատմեց, իր անձնական վկայությունները չտվավ, իր գեղեցիկ հրաշքները չպատմեց ինչ եղավ Սամարիայի մեջ այդ մյուս Սիմոն գախարդին, որ Աստված բռնեց եւ այլն եւ այլն, չպատմեց այդ բոլորը, չէ, ինքը պատմեց Հիսուս Քրիստոսը, ինչու այդ մարդուն բրգողը Հիսուսն է, մեր պատմությունները չեն, մեր վկայությունները չեն, մեր հրաշքները չեն, երբեք մարդանց երբեմն Հիսուսի մասին չենք խոսիր, ավելի գողցինք մեր հրաշքներու մասին, քան թե դեր Հիսուս Քրիստոսի մասին։ Բերանը բացավ Եսայի մարգարեն սկսյալ Հիսուսը կարոզեց։ Դու վերջին անգամ երբ Հիսուսի մասին բան մսիր մեգումը։ Հիսուսը կարոզեց։ Հիսուսի խաչելությունը, Հիսուսի հարությունը, Հիսուսի անձը, որ Աստված ղրգեց Հիսուսին մեր մեղքերու համար, Կարնուգի նման լալու, զոհվելու մեր անեծքները իր վրա արավ, որբեսի իր անեծքներով, իր հաղթությունով մենք ալ հաղթվինք, մենք ալ հաղթություն ունենանք, իր անեծքը մեր վրա իր անեծքը արավ, որբեսի մեզ դա արդարություն, շնորհք եւ փրկություն, այո, Հիսուսն է փրկողը, Հիսուսն է ազատագրողը, Հիսուսն է քեզ եւ ինձ բժշկողը, իրենը լամիշտ փառք, մեր բերանը պետք է բացվի Հիսուսով եւ պիտի փակվի Հիսուսով, ուրիշ պատմություններու մասին մի խոսիկ, Անորմար այնքան գարտացեք ավետարանը, այնքան սորվեցեք դեր Հիսուս Քրիստոսը, այնքան ճանաչեք իր զորությունը, որ կարողանաք փերաննիտ բանալ Հիսուսով եւ պատմել Հիսուսի անձը եւ այն ժամանակ Հիսուս ինքը պիտի այցելե դիմացինին։ Երբ իրեն ճամփան գերտային ճուրի մկով եկան եւ ներքինին նսավ, ահա ճուր գա, ալ ինչ բան զիս գարկիլե մգրդվել է։ Գտեսնեք մգրդությունը ինչ է։ Երբ գանտրատարնամ, նախ կփնդրեր մարդը, գզողվեր ազդուծմե բամը ստանալու համար, փնդրդուքի մեջ էր, գգարտար դիրոջ խոսքը, բայց չէր հասկնար։ Երբ որ հասկացավ, որ ինք իր փրկությունը Հիսուսին է, Հիսուսեն է, ինչ երավ, մգրդվեցավ։ Ինչս էլ է մգրդություն, ասել է հանցնվիլ դեր Հիսուս Քրիստոսի։ Երբ մենք կմգրդվինք անուն հոր եւ որդվո եւ կույն սրբով, ասել է որ մենք կհանձնվինք աստվածային բոլոր իշխանությանը, ասել է որ մենք հոժար ենք ծառայելու, հոժար ենք նվիրվելու, հոժար ենք ապրելու իր փառքին համար, հոժար ենք տարածելու նաեւ իր ավետարանը։ Մգրդությունը այդ է որ մարդը գհոժարի ամեն իր ուժով, մարմինով, հոգով, սրտով, շունչով դեր Հիսուսի թարնալու եւ Հիսուսի ծառայելու։ Անորմալ որչափ կարևոր է որ մեկը հասկանա փրկության պատկամը, հասկանա եւ ճանաչե ով է Հիսուս եւ հետո մգրդվի։ Մգրդություն ասել է մխրջվիլ դեր Հիսուս Քրիստոսի վրա։ Դժբախտաբար դիսապանության դարձեր է, աղուբար դարձեր է այսօր մգրդությունը։ Մգրդությունը սելով մարդիկ կերտան եւ հարսան եւ խրախճանքներ գնեն, ասինչը մգրդվեցավ կամ անինչը մգրդվեցավ, այս երեխան մգրդեցին կամ այդ երեխան մգրդեցին, բայց սուրբ գիրքը բոլորովին հերու է մգրդություն փառը, այսօր մեր բեռնին մեջ պետք է ըլլա այն ինչ որ սուրբ ոգին սուրբ գիրքը ինքը գսորվեցնե։ Մարդը լսեց, ընդունեց Տեր Հիսուս Քրիստոսը, աբաշխարեց զղջաց եւ այդ իր մեծ դիդրոսի հանդերձ Չուրը մտավ եւ մգրդվեցավ ասելով հիմա ես իմ ամբողջ էյությանս դեր Հիսուս Քրիստոսի պիտի նվիրվիմ, իմ ամբողջ էյությանս դիրոջը պիտի դամ, կարևոր չէ ինչ կսեն ինձի, թերևս ինքը նույնիսկ կսե կարևոր չէ թակուհին ինչ կսե իմ համար, երբ ես վերադառնամ եւ ինձ ասեն դու ինչ արիր, եթե ես ասեմ ես Հիսուսը իմ ընդունեցի, թերևս պիտի հարցակեին վրա, թերևս պիտի հալածեին զինք, բայց ինք այդ բոլորը մեկ կողմ դրած ես Քրիստոսի պիտի նվիրվեմ, ավասիկ ճշմարիտ նվիրվածներ։ Մարդը հասկացավ, վախը հանցը արավ, հալածանքը աչքը արավ, արգելքները աչքը արավ, ասավ ես Հիսուսին հետ ոչ մեկը չեմ փոխեր, Հիսուսի հետ ոչ մեկեն չեմ վախնար, Հիսուսը իմ դերս է, ես իմ կյանքս իրեն գուդամ, անորամար կմգրդվի եւ մգրդվեցավ։ Ինչ բան քեզ գարկիլ է, ինչ բան ինձ գարկիլ է մգրդվել է, Փիլիպոս կսե, եթե քու բոլոր սրտովդ կհավատաս, կարելի է։ Հիմա դժբախտաբար հավատալ բառը իր իմաստը գործընծուցած է։ Մենք բոլոր քրիստոնյա ըսած հայերս, բոլորս ալ իբր թե կհավատանք
Բայց ինչի, ինչ բանի կհավատանք։ Այստեղ ինք հավատաց Հիսուս, որ իրեն համար մորթվեցավ, իրեն համար մերավ, իրեն համար հարություն արավ, եւ Փիլիպոս շատ բաներ ասավ Հիսուսի մասին։ Եվ այս մարդը հասկացավ, որ եթե Հիսուսը իր դերը չլա, ինք մերած մարդ է։ Ինք հասկացավ, որ եթե ինքը այսօր չաշխարե, իր մեղքերը չեն ներվիր։ Բայց Հիսուս, քանի որ խաչին վրա մերավ, քանի որ իր կյանքը տվավ, ուրեմն գարժե այդ Հիսուսի հանձնվիլ, նվիրվիլ, ամբողջ էությամբ կյանքը իրեն դալ, այո կմգրդվիմ, ոչ թե միան իմ սրտից մեջ, այլ ամբողջ իմ հոգիով եւ իմ ճշմարտությամբ։ Հալելույա։ Այս տեսակի մարդիկ թող մգրդվին, նվիրվին Տիրոջը, հանձնվին Տիրոջը։ Նորեն գսեմ, մգրդությունը դիսապանություն չէ, մգրդությունը կյանքի նվիրում է Հիսուս Քրիստոսի։ Պայմանակիր է Հիսուս Քրիստոսի։ Եվ դու պայմանակիր գնես Հիսուսի ամբողջ կյանքովդ, նեղության մեջ կամ դժվարության մեջ, հալածանքի մեջ կամ ուրախության մեջ, առողջության կամ հիվանդության մեջ, երբ պայմանակիր գնես Հիսուս Քրիստոսի, այս է նվիրումը, ապաշխարություն, զղջում, վերստին ծնունդ, մգրդություն, Սուրբ Հոգիով լեցվիլ եւ մեծ գործեր կատարել Տիրոջ փառքին համար։ Այս է, որ դերը քեզ կգանչե։ Երանի լսողներս այսօր այդ քարի մեջ քիչ մը ավելի քայլնեինք այս կետին մեջ եւ քիչ մը ավելի նվիրվեինք մեր ամենակարողին։ Հալելույա։ Օրհնյալ է մեր Տերը։ Ինչ բան կարգիլ է քեզ, սիրելիս, ներքին գսե ինչ բան զիս կարգիլ է, հարցումս քեզի ինչ բան քեզ կարգիլ է, որ դու այսօր չնվիրվիս Տիրոջը, որ դերևս չմգրդվիս, որ դերևս չծարայես, ինչ բան կարգիլ է քեզ։ Քո դարիքդ, քո ամուսինդ, քո զավակներդ, քո գարձիկներդ, քո շրջապատդ, սիրելի քույր եղբայրներ, ոչ մի բան մեջ չարգիլ է մեզ ամենակարող Տեր Հիսուս Քրիստոսի նվիրվելու համար։ Ոչ մեկը պետք չարգիլ է իմ հավատքիս աճումը, ոչ մեկը պետք չարգիլ է իմ նվիրումս Տեր Հիսուս Քրիստոսի, քանզի իմ կյանքս Տեր Հիսուսն է, Հավիտյանս Հավիտենից իր հետ պիտի լինեմ, անոր համար ես այսօրվան է ամեն իմ էությունս կնվիրվիմ Տեր Հիսուս Քրիստոսի։ Եթե Սուրբ Գիրքին մեջ գար, որ եթե իրավունք տրված գլար, որ մենք ամեն օր մգրդվեինք, ես ամեն օր կմգրդվեի Տեր Հիսուսի համար։ Բայց փառք Հիսուսի, որ մեկ մգրդություն կա, 10 մգրդություն չի կա։ Եփեսացիս գիրքը գսե մեկ մգրդություն, մեկ Տեր, մեկ Հոգի, մեկ Աստված։ Ասել է մեկ անգամ պիտի նվիրվիս Տեր Հիսուս Քրիստոսի հասկանալով։ Անոր համար կբացատրենք ցեզ։ Անոր համար այս ուսուցումները գնենք, որովհետեւ դու սորվիս, գիտնաս, հասկանաս սիրելիս։ Քրիստոնյա ըլլալը չէ նպատակը, Հիսուսի աշակերտ ըլլալն է, Հիսուսի նմանվելու համար այս է մեր նպատակը։ Մգրդվիլ ասել է ես ամբողջ էությամբ Քրիստոսի կնվիրվիմ, որ իր էությունը ապրի իմ մեջ եւ իմ էությունս ապրի իր մեջ։ Հալելույա։ Հուսամ շատերուց շատ բան չարգիլեր, որովհետեւ այսօր քիչ ավելի նվիրվիկ Տիրոջը։ Ձեր հոգնությունները պիտի անցնին, ձեր ծրագիրները պիտի անցնին, ձեր կյանքի ծրագիրները պիտի անցնին, բայց իմացեք, հավիտենականությունը պիտի չի անցնի։ Ուրեմն ավելի լավ է Տեր Հիսուս Քրիստոսի հետ քայլես, նվիրյալ, ավելի զորավոր ամեն օր, Տիրոջ համար, Տիրոջ հետ, իր բաժնին մեջ, իր փառքով, իր փառքին մեջ ապրիս։ Քան թե այս աշխարհի բաներով զբաղվես, եւ այդ բոլոր բաները քեզ չմնա։ Քանի որ այս աշխարհը ինչ բերինք եւ ինչ պիտի դանենք։ Մեզ բանը պիտի չմնա այստեղ։ Մեկ բան կմնա, եթե Հիսուս Քրիստոսին ցերկը բռնած, իր թակավորության մեջ բդուղներ կբերես։ Այդ բդուղները հավիտյան պիտի մնա։ Հալելույա։ Եթե քո բոլոր սրտով կհավատաս կարելի է։ Անիկա պատասխան տվավ ոստավ կհավատամ, թե Հիսուս Քրիստոս որդի Աստծո է։ Ու հրամանա որ գարկը գայնեցնեն երկուքնալ իջան, Փիլիպոս ներքինին մգրդեց։ Երբ ճուրեն դուրս ելան, Տերոջը հոգը հապշտագեց Փիլիպոսին եւ ալ ներքինին զանիգատ չտեսավ ու իր ջամփան գնաց ուրախությամբ։ Ներքինին եկած էր Աստուծո բան մստանալու։ Չեմ գիտեր քանի օր, քանի շաբաթ մնաց Երուսաղեմ։ Առանց բան մստանալու դուն գերտար, դխուր եւ հուսախապված, բայց փնդրդուքի մեջ։ Հավասիկները հանդիպեցավ Փիլիպոսի միջոցով։ Այս մարդը հասկացավ, հավատաց Հիսուսի, ընդունեց Հիսուսը, փրկվեցավ, մգրդվեցավ
եւ ուրախությամբ վերադարձավ իր տունը։ Եթե մենք Տիրոջ ըսածները ընենք, մենք ուրախ մարդ մի դառնանք։ Եթե մենք ապաշխարենք, նվիրվենք, նգրդվենք, հանձնվենք Տիրոջը, մեզ մի ավելի ուրախ մարդ մի չլա։ Ինչու այսօր շատեր դխուր են, մտահոգ են, միշտ հանկարված վիճակի մեջ են, ինչու։ Քանի որ դերևս այնքան էլ նվիրված չեն Տեր Հիսուս Քրիստոսի։ Եթե Տեր Հիսուս Քրիստոսի կնվիրվիս, ահա ասիկ ինչ պապադայի։ Եվ կինին պետք չունեցավ հետո Փիլիպոսին, չգապվեցավ Փիլիպոսին, եւ կինին գապվեցավ Տիրոջ։ Քանի որ իր կյանքի իմաստը Տիրոջ մեջ ստացավ, Սուրբ Հոգին դարավ Փիլիպոսին, յետևեն չվազեց։ Եվ ուրախությամբ վերադարձավ ուր վերադարձավ իր երկիրը։ Եվ այդտեղ մենք գիտենք ինչ էր իր երկիրը, եթովպացիներու մեջ ինչ կար, թակուին աշխատող մդերիմ կանցաբահներ։ Ինչ պատահեցավ, այս մարդը վերադարձավ դեպի Եթովպիա եւ Եթովպիայի ավետարանի եղավ։ Եթովպիան շատ մեծ քրիստոնեական գետրոններ ունեցավ առաջին 2-3 դարում։ Մինչև 6-րդ դար, երբ իսլամները եկան, ինչպես գիտեք, ուր որ գերտան իսլամները միշտ կանտեն, եկան եւ կանտեցին, բայց առաջին մինչև 3, 4, 5, 6 դարերուն Եթովպիան շատ խորունկ մեծ քրիստոնեական հիմք եղավ, գետրոններ ունեցավ, որուն շնորհիվ այս եւ քինի շնորհիվ։ Հիմա կհասկանաք, թե ինչու Աստված Փիլիպոսին Սամարիայի հաջողութեն հանեց, տարավ անաբադ, Փիլիպոս հնազանդեցավ, եւ որ հնազանդեցավ, Փիլիպոս կործեց մի անձի հետ, Եթովպացի ներքինին հետ, բայց այդ Եթովպացի ներքինին փանալի անձնավորություն եղավ ամբողջ ազգ բրգելու համար։ Աստված կպնդրե մարդիկ, որոնք սիրահոժար, հոնար, գվգայեն, գկարոզեն, գաշագերդեն մարդկանց, ոչ թե իրենց փառքը պնդրելով, այլ բարձրապես Տիրոջ կամքը անելով, որովհետեւ այդ փոքր մարդիկ մեծ բդուղներ դան օրմը։ Ես գիտեմ դժբախտաբար հավատացյալներ ավելի քարոզիչներ, հովիվներ, երբ իրենց կհրավիրեն կսելով ասին ինչ տեղը գրնակ կարոզել, առաջին հարցումը որ կհարցնեն, քանի հոգի կա։ Քանի որ եթե 20-30 հոգի կա չեն կար։ Իրենց համար պետք է մի քանի 100 հոգի լա, որ իրենց փառքը երևնա։ Գապ չունի Քրիստոսի հետևորդ աշակերտներուն հետ այսպիսի մտածելակերպ։ Գտեստեք, իր փառքը թողեց Փիլիպոս, եկավ անաբադյալ դեղ, որ չեր գիտեր ինչ պիտի պատահեր, նույնիսկ ինքը զարմանար, թե ինչ պիտի պատահի, անաբադ ինչ գործ ունիմ, մեկ հոգի հետ հանդիպեցավ, միամ մեկ հոգի, բայց այդ մեկ հոգին կատարյալ նվիրվեցավ Տեր Հիսուս Քրիստոսի, քանի որ պնդրող մարդ էր, եւ այդ պնդրող մարդը ապաշխարեց, մգրդվեցավ, գնաց իր երկիրը եւ երկրին ավետարանիչ եղավ, երկրին առաքյալը եղավ, այս եւ գիտին։ Աստծո գործերը անքննելի են։ Սուրբ Հոգին գսե հապշտակեց Փիլիպոսը, հապշտակեց սելե վեր հանեց, մեկ կողմ դրավ, հապշտակեց եւ իրեն Փիլիպոսին Ազովդոցի մեջ գտնվեցավ 100 կիլոմետր անտին, ահավասիկ հրաշք։ Ժամանակ չգործծուց Փիլիպոս ճամփորդել է, մեկ անգամ են հասավ 100 կիլոմետր անտին։ Երանի այդպես բան մեզի լար, ես ուրախ կլայի։ Գրնալ ալտերևս չենք գիտեր, Սուրբ Հոգին գործը չենք գիտեր, Սուրբ Հոգին հրավ այս բանը մենք ինչպես քիչ առաջ ասի, Սուրբ Հոգին կշարունակի իր գործերը, ուրեմն տերևս Սուրբ Հոգինալ այսօր քեզի ինձի այդպես բաներ գրնանել։ Մի անգամ են գնաց այդտեղ։ Եվ ինչ հրավ այդտեղ։ Շարունակեց ավետարանել։ Ազովտի մեջ գտնվեցավ
ուր բդդելով բոլոր քաղաքներուն ավետարանը կքարոզեր մինչև ինք Գեսարիա հասավ։ Գարձեք շտապ օգնության մեզ պետք կար ավետարանը քարոզելու։ Եվ այսօր նույն բանը քեզի գսեմ սիրելիս։ Քո միջոցով պետք կա ավետարանը քարոզվելու։ Պետք կա որ դու մարդկանց ավետարանը հասցնես։ Պիլիպոս բարձրապես թույլ տվավ որ Սուրբ Հոգին խոսի։ Հրեշտակը եկավ գսավ Պիլիպոս Սամարիային ել գնա անաբատ։ Չի հասկացավ, բայց հնազանդեցավ։ Եվ որ գնազանդի Աստված իր արջևը տրավ իր առաքելությունը, իր կորձը։ Գադարեց հավատարմությամբ, մարդը թողեց գնաց։ Okay, ինչ շարունակեց Սուրբ Հոգին հանեց իրեն, դարավ 100 կիլոմետր անտին։ Ինչ հրավ այդտեղ նորմալ, իդ շարունակեց ծառայությունը։ Այսպես է որ դերը կփնտրե ծառայողներ այսօր ավետարանը քարոզողներ իրենց անձի հանգստութենեն ավելի Տիրոջ փառքի համար։ Հալելույա։ Եղիր Պիլիպոս։ Եղիր Պիլիպոս։ Եվ գամ եղիր եւ քինե, որ կփնտրես Տիրոջ երեսը եւ պատրաստես լսելու Տիրոջ խոսքը, որևէ մեկ ազո մարդ է։ Նայեցեք ինչ օրինակներ կբացվին մեր առջևը, որ հասկանանք, որ ավետարանը մեզ գուղ է կամ մեզ կարաչնորդ է շիտակ ուղղություն։ Հալելույա, դերը օրդ է։ Շարունակենք 9-րդ գլուխ։ Այստեղ կտեսնենք Բողոս Արաքյալի ապաշխարությունը։ Թե ինչպես Բողոս Արաքյալ եղավ Բողոս Արաքյալ։ Մենք գիտենք ուրեմն կգարտանք Սողոս, անունը Սողոս էր, Դագավին դերոջը աշակերտներուն թեմ սպառնալիք եւ մահ փչելով քահանայաբեդինքով գնաց եւ անգեթուղթեր ուզեց Դամասկոս ժողովարանները դանելու, որբեսի եթե այն ջամփուն հետևորդները ուրեմն հավատացյալներու մասին խոսքը, աշակերտներու մասին է խոսքը, գտնելու ըլլար այրեր, գիներ, գաբաց Երուսաղեմ բերե։ Ավասիկ Սողոս մենք գիտենք երբ որ Ստեփանոսը նահատակվեցավ, Բողոս այդտեղ էր։ Եվ ինքը իր վավերացումը տվավ, ինք ընդունեց, ինք քաչալերեց Ստեփանոսին սպանողներուն։ Հիմա ուրեմն Սողոս փարգացած, լեցված ադելությամբ քահանաներուն գսե այս ճամփուն մեջ եղող մարդիկ մինչև Դամասկոս կացերեն, երտամ իրենց բերեմ, գիներ, այրեր, երեխաներ, գաբաց բերեմ Երուսաղեմ եւ նրանց ալ բաճենք, քարգոծենք, սպանենք։ Իր սրտի մեջ լեցված իր ավիճակը գեղեցիկ է որ գսե այն ջամփուն հետևորդներ։ Չեն ասել քրիստոնյա, թե քրիստոնյա բառը մեջտեղ չկար։ Աշակերտներ որ գսեն շատեր աշակերտներ ունեին։ Հрьяաներն ունեին աշակերտներ։ Այն ջամփուն հետևորդներ։ Ուրիշ տեղ մը գագսե նոր ջամփուն հետևորդներ։ Երթամ բռնեմ։ Սիրելի քուրի եղբայրներ, եթե մենք կսենք հավատացյալներ ենք, եթե մենք կսենք աշակերտներ ենք, մենք ջամփումը մեջ հետևորդ մի դլանք ջամփուն։ Հիսուս բարավիճսավ ես եմ ջամփան, ճշմարտությունը եւ կյանքը։ Խոսքով հավատացյալներ, խոսքով քրիստոնյաներ չէ, այլ հետևորդ։ Հիսուս Քրիստոսի հետևորդ, այն ջամփուն հետևորդ։ Շատ բաներ գրդան գսել, հուսամ հասկանալի գլա բոլորիս։ Ուրեմն երբ համար 3 երբ կերտար ու Դամասկոսի մոտեցավ, հանգարց իր բոլոր դիքը երկինքել լույս մը պայլադագեց, եւ ինք քեդինը ինալով ցայն մը լսեց որ գսեր սավուղ ինչու զիս գահալածես։ Եվ անիկա ասավ ով ես տունդեր, եւ դերը ասավ ես եմ Հիսուսը որ տուն գահալածես, դժվար բան է քեզի խթանիթեմ գիծ սառնել։ Անալ թողալով ու ապշուտյամբ ինգավ եւ ասավ դեր ինչ ուզես որ ընեմ։
Սավուղ, Սողոս, Բողոս նույնն է։ Դարբեր ցևերով ըսված։ Ուրեմն ջամփուտ մեջ կքայլե, ինչպես կարտացինք, ցայն մը գլսե, լույս մը գտեսնե, շատեր լույսը գտեսնեն, ցայնը չեն լսեր, ուրիշներ ցայնը գլսեն, լույսը չեն տեսներ իր հետ եղողներեն, բայց Պողոս ցայնը գլսե եւ լույսը գտեսնե։ Եվ այստեղ քեղեցիկ է Հիսուսի խոսքը, Հիսուս կսե ինչու զիս կհալածես։ Սիրելիներ, Հիսուսի չէր հալածեր Պողոս։ Հիսուսի հետևորդներուն կհալածեր։ Բայց Հիսուսի համար, երբ որ իր հետևորդին գտնաս, իրեն գտնաս։ Իր հետևորդին գծավցնես, իրեն գծավցնես։ Իր հետևորդին գահալածես, իրեն գահալածես։ Հիսուս իր մարմինին հետ մեկ գլա։ Քանի որ Հիսուսի մարմինն է ճշմարիտ եկեղեցին։ Նորեն գսեմ, Հիսուսի մարմինն է ճշմարիտ եկեղեցին։ Եկեղեցի բառ երբ որ գսեմ, չգաբեք այս բառը այս կամ այն եկեղեցի ըսված հաստատություններու։ Ոչ, եկեղեցի երբ որ գսեմ, հավատարիմ Հիսուս Քրիստոսի աշակերտներու մասին խոսիմ։ Եկեղեցիս էլ է խումբ, որուն խումբը Հիսուսի հետևորդներու, ջամփուն մեջ եղողներուն խումբը։ Եվ այդ սուրբ ջամփան Հիսուսի ջամփան է։ Ուրեմն երբ որ դու գծավցնես ոյ մեկ հավատացյալի Հիսուսի հետևորդի, ուշադիր եղիր։ Հիսուսի գտնաս։ Ոյ մեկ աշակերտներուն թեմ բամը գխոսիս, ուշադիր եղիր։ Հիսուսի թեմ գխոսիս։ Սավուղ ինչու զիս կհալածես։ Ես սավուղը զարմացած, ով ես տունդեր։ Ով ես տունդեր։ Հիսուս ինչ ասավ։ Ես եմ Հիսուսը, որ տուն կհալածես։ Դժվար բան է քեզի խտանի թեմ գիծ զարնել։ Ասել որ որչափ գիծ պիտի զարնես եկեղեցին, որչափ պիտի հալածես, որչափ պիտի ցավցնես եկեղեցին, տուն պիտի ցավիս։ Քանի որ խտանի թեմ գիծ զարնելը քու ոտքդ կցավի։ Խտանը չի ցավիր, տուն կցավիս։ Ուրեմն Հիսուս կսե տուն որչափ ուզես հալածես, անչափ տուն պիտի ցավիս, տուն պիտի խանգարվիս։ Իմ մարմինս պաշտպանողը ես եմ։ Տուն չես կնար ոյ մեկ ցևով իմ զավակներուս թեմ տնել։ Տուն պիտի ցավիս Պողոս։ Այո, Հիսուսի հետևորդներու ճշմարիտ աշակերտներուն թշնամիները իրենք պիտի ցավին։ Մենք պետք չէ պաշտպանենք, մենք մեզ դերը գիտե մեզ պաշտպանել։ Մենք միան արդար եւ ճշմարիտ քայլենք, դերը գիտե մեզ ինչպես պաշտպանե։ Եվ անոնք որ մեր թեմ կհալածեն, իրենք պիտի ցավին։ Հանդարտ կեցիր քեզ հալածողներուն թեմ։ Հիսուս բարաբի չսավ քեզ հալածողներուն համար աղոթե, քեզ անիծողներուն սիրե։ Ինչու, քանի որ պաշտպանողը ինքն է։ Եվ թշպախտապար այդ մարդը որ քեզ թեմ է, քո թեմն է, ինք պիտի ցավի։ Անորոշ գաղոթենք, որ շատ չի ցավի եւ շատ չի ցավածեն ապաշխարե։ Ինչպես Պողոս, եթե Հիսուս չհանդիպեր այստեղ, Պողոս պիտի կար Դամասկոս եւ շատերուն պիտի դաներ իր հետ ծեծելով, քարգոծելով եւ այլն։ Հիսուս եկավ եւ ստոպ տվավ։ Դուն դժվար է քեզ խտանի թեմ գիծ զարնել։ Եվ Պողոս, այն Պողոսը, որ ինքը գարձեր թե ինքը լավն էր, ինքը զորավոր էր, ինքը հսկա էր, ինքը նամակներ ուներ Երուսաղեմեն, ինքը իշխանություն ուներ Երուսաղեմեն, թողալով գսե եւ ապշուտությամբ, նայեցեք ինչ գսե, դեր, ինչ կուզես որ ես անեմ։ Հալելույա։ Այսօր մարդիկ 20 տարի հավատքի մեջ են տերասաղոտքը չեն աներ։ Դեր ինչ կուզես որ անեմ, դու ես Տերը։ Դու ես լույսը, դու ես ճամփան, դու ես ճշմարտությունը։ Դու երգիրը ստեղծեցիր եւ ամեն ինչ քեզմով եղավ, Տեր Հիսուս, ինչ կուզես որ անեմ, ես պատրաստ եմ խոնարհվելու, հանձնվելու, նվիրվելու քեզի։ Ինչ կուզես որ ես անեմ։ Ահա գեղեցիկ պատասխան։ Երբ որ դու հասկանաս ով է քո Աստվածը, անժամանակ իրական գնստիս կխոնարհիս եւ գսես Տեր, ինչ կուզես որ ես անեմ։ Այսօր շատ մարդիկ, որտեղ չեն ճանչնար Հիսուսը,
հավատացյալ են, բայց Հիսուսը չեն ճաշնար, հավատացյալ են եւ գշփանան, հավատացյալ են եւ բարապարապ խոսքեր գխոսին, հավատացյալ են եւ այդ մարդկանց տուն պիտի խոսից 10 տարի, որ իրենք բզդիկ ծառայություն մնեն Հիսուսի համար, հավատացյալ են, բայց աղոթել չեն գիտեր, ծառայել չեն գիտեր, խոնարհիլ չեն գիտեր, եկեղեցական կյանք չունին, այդ մարդիկը ի՞նչն է հավատացյալը։ Ճշմարիտ հավատացյալը այն մարդն է, որ հասկացել է ով է Տեր Հիսուս Քրիստոսը եւ իր առջեւ ձուն ծերելով գսե Տեր ինչ կուզես որ ունեմ, ինչ որ գսես այո գսեմ ես քեզ։ Ինչպես Փիլիպոս, ինչ որ ասավ Տերը թողեց եւ ըրավ այդ կորձը, նույնպես Բողոս գսորվի այն ամենագալ Աստուծո թիմաց ելել եւ ասել Տեր ես չեմ այլ դու ես, փառքը իմս չէ քոնն է, իշխանությունը ես չունիմ, ամեն իշխանությունը քոնն է Տեր, ես կխոնարհիմ քո առջեւ եւ գսեմ փառքը եւ պատիվը քեզ։ Ինչ կուզես որ ես անեմ, առաջին աղոթքը Բողոսին Տեր ինչ կուզես որ ես անեմ։ Եվ այսօր Վանեսկսյալ ամբողջ իր կյանքը նվիրյալ կյանք եղավ, ավետարանը քարոզեց, մեծ գործեր կատարեց։ Ինչու Տեր ինչ կուզես որ ես անեմ, այդտեղ են կսկսի ամեն ինչ։ Մեծ գործեր կատարեց։ Նոր գդագարանի ամենամեծ բաժինը ինքը գրեց, բայց ինք արդյոք գիտեր ինչ պիտի աներ։ Չէ։ Ինք գիտեր արդյոք այս աղոթքի ընթացքին որչափ պիտի չարչարվեր։ Ոչ։ Ինք գիտեր արդյոք այս աղոթքի մինչ այս աղոթքը գնե թե ինչ մեծ ձեձեր պիտի դեր, հալածանք պիտի ունենար, պիտի փորձեին սպանել զինք։ Ինք արդյոք գիտեր ինչպես պիտի մեռներ։ Ոչ, ինքը ասավ դեր ինչ կուզես ես անեմ, պատրաստ եմ մնելու, մինչև այնադեմ որ դու գսես եւ մինչև մահ։ Անորա Բողոս գրեց մահը իմ համար շահ է, քանի որ ես Քրիստոսի համար ապրեցա, ես չեմ ապրողը, Քրիստոս կապրի մեջ։ Այսպես խոսքեր Բողոս ասավ այս աղոթքեն հետո Տեր ինչ կուզես որ ես քեզ համար անեմ։ Եվ Տերը ասավ շատ բարձ բան։ Երիր եւ քաղաքը մտիր եւ քեզի պիտի ասվի ինչ որ բարդիս անել։ Հիսուս չասավ դու մեծ առաքյալ պիտի լաս, քեզ աշխարհի ծայրերը պիտի ղրգեմ, դու լավ մարդ պիտի լաս, սուպ գիրքը պիտի գրես, կամ նոր գդագարանի գիրքերը պիտի գրես։ Չէ։ Ասավ հիմա դու ել եւ կնա ինչ որ ես քեզի պիտի ասեմ։ Գիտեք Աստված մեզի շատ բաներ չասեր։ Թե ինչ պիտի լա մեզի, երբ պիտի լա մեզի, ինչպես պիտի լա մեզի։ Մեզի գսե հիմա ինչ ունես անելիք։ Բոս, ինչ ունես անելիք։ Հիմա քեդին ինգերես, աչքերդ փագե չէ։ Հիմա ել քեզ թող օգնեն կնա Դամասկոս։ Մնացածները գսվի քեզի։ Մնացածներու մասին դու մի մտահոգվիր։ Դու քանի որ իմ աշակերտս կուզես լալ, մնացածներուն մասին մի մտահոգվիր։ Դու հիմա ել քաղաքը մտիր։ Դամասկոս մտիր։ Վերջ։ Եվ այդպես էլ եղավ։ Մարդիկը, որոնք իրեն հետ կերտային, Բողոսին հետ կերտային, ապշած գեցեր էին, ցայնը միայն գլսեին, բայց մեկը չէին տեսներ։ Ավելի որոդումներու պես գլսեին։ Հիսուսի խոսքը հստակ չէին լսեր։ Միայն Բողոս լսեց Հիսուսի խոսքը։ Իրենք որոդումներու պես կլսեին։ Սողոս կետնեն ելավ, բաց աչքերով մեկը չէր գրնար տեսնել։ Հալելույա։ Այդ Բողոսի աչքերը, որ բիդերտար եւ բիդերտար այս բիդեներ, այն բիդեներ, իմաստուն մարդեր, խելացի մարդեր, սորվեցնող եւ սորվող մարդեր, բայց հիմա աչքերը բամը չեն տեսներ։ Սիրելի քույր եղբայրը, քու իմաստությունդ քեզ դեղը չի տանիր, քու գեղեցկությունդ քեզ դեղը չի տանիր, քու աչքերովդ գեղեցիկ բաներ նույնիսկ տեսնես բան չես հասկանար, միջև այնադեմ որ Տեր Հիսուս Քրիստոս քու աչքերդ չփանա, բայց պետք է Բողոսի համար, որ իր մարդկային աչքերը գույրնար, որպես իր աչքերը բացվեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով։ Ինք այդ աչքերս էլ այդ իմաստությունը, այդ գիտությունը իր մեջ, իր մե արած, իր անձնական իմաստությունը զարգացուցած էր, բայց երբ ամենագարող Հիսուս Քրիստոսը հանդիպեցավ իրեն, ահավասիկ իր աչքերը փակվեցավ, աշխարհի աչքերով չէ որ մենք կտեսնենք երկնքի օրհնությունները, մենք պետք է աշխարհին համար աչքերնից փակվի, որովհետեւ երկնային աչքերը բացվին եւ այդտեղ մենք հասկանանք մեր կյանքի նպատակը։ Հալելույա։ Ուստի անոր ցերքեն բռնեցին երեխայի նման սիրելիներ, ինք որ մեծ փանագով ցիար շավություն գներ ցին վրա նստած։
Գերթար Աստծո ընտանիքին հագարակ պիտի խոսեր, պիտի բռներ, հիմա իր ցերկը գբռնեն։ Երբ որ Հիսուս կհանդիպի ճշմարիտ մեգումը, այն մարդը կխոնարհի, սիրելիներ։ Այն մարդը կխոնարհի, երբ դու գտեսնես ամենակարող Աստծո երեսը, երբ դու կանտրատարնաս իր մեծությունը, իր զորությունը, իր սերը, կխոնարհիս, երեխայի նման գլաս։ Այդ բոլոր հավատացյալ ըսվածները, որ գսեն ես գիտեմ, ես գիտեմ, ես գիտեմ, այդ մարդիկ դեռ հանդիպակ չեն։ Եկեղեցի մարդ կուկա 2-3 ամիս հետո գսկսի հովիվին քննադատել։ Իրենք կգարձեն, որ բաները գիտեն, բաները դեսերեն, բաները կհասկանան։ Սիրելիներ, մինչև դու դեր Հիսուս Քրիստոսի չհանդիպես, դու այս աշխարհի աչքերով չես կրնար ապրիլ հոգևոր կյանքը։ Դու պետք է խոնարհվիս Տիրոջ առջև, մգրդությունը, որ քիչ առաջ ասինք, այս է խոնարհիլ Տիրոջ առջև, նվիրվիլ դեր Հիսուս Քրիստոսի, հասկանալ, որ դու ոչինչ ես, դերն է ամենակարողը։ Հալելույա։ Երանի մի քիչ շատ խոնարհողներ ըլլային Տիրոջ տակավորության մեջ։ 3 օր գեցավ առանց տեսնելու, ոչ կերավ, ոչ խմեց, իր համար կարևոր չէր աշխարհը, իր համար կարևոր չէ իր անձը, իր համար կարևոր չէր իր մարմինը, ինք հասկացավ, որ մեծ բան բադահեցավ իր կյանքին մեջ։ Հեղաշրջվեցավ ինք, որ կպատերազմեր Հիսուսի դեմ, ինք որ չէր հավատար, որ Հիսուս Աստված է, չէր հավատար, որ Հիսուսն է այն, որ Աստված, Հայր Աստված պիտի ղրգեր, չէր հասկնար հիմա գույման եւ հիմա գանկնեցավ իր ամբողջ մտածելակերպը, ուսմունքը, իր ամբողջ ունեցած այդ տասագարկը կյանքին մեջ, իր վարդապետական, իր աստվածաբանական, ամեն ինչ քանթվեցավ, մեկ Հիսուսի հետ հանդիպել են։ Անորամար գանկնեցավ, չեմ ուզեր փամուտեմ, պետք է մտածեմ, պետք է մտածեմ, պետք է մտածեմ, պետք է աղոթեմ, այս ինչ պատահեցավ ինձ։ Այո, Երանի քիչ ավելի գետրոնանային հոգևոր բաներու վրա եւ ոչ թե մարմնային բաներու վրա։ Համար 10։ Անանիա անունով աշակերտը Դամասկոսի մեջ գար, դերը դեսիրքի մեջ անորսավ Անանիա։ Անալսավ դեր, ահա հոսեմ։ Հալելույա։ Ինչ պատրաստագամ է դեսակ, պատրաստագամ։ Դերը հազի փոմը գսե դեր ես հոսեմ ասե ինձ։ Երանի այսօր մեր եկեղեցիներու մեջ այսպես մարդիկ շատնային։ Աշակերտներ շատնային ասեն դեր ես հոսեմ, ասե ինչ կուզես։ Գիտեք, դերը երբեմն ուղագի վերեն քեզ հետ չի խոսիր։ Գխոսի հովիվին միջոցով, եղբայրներու քույրերու միջոցով, ծառայողներու միջոցով։ Բայց մենք ինչ կնենք։ Մենք կսպասենք, որ վերեն ցայն լսենք, կամ դեսիլ տեսնենք։ Հովիվը գխոսի չես լսեր, ծառայողը գխոսի չես լսեր, քույր եղբայրը գխոսի չես լսեր, կսպասես վերեն խոսվի։ Սիրելի քույր եղբայր, ագան չտպած դերը քո դեղական աշակերտներու խումբով եկեղեցիով քեզ հետ պիտի խոսի։ Ագան չտպած եւ ինչ որ գսվի քեզ, ասե դեր ահա հոսեմ։ Վերջ։ Ամենին բարձ բանը, դեր ահա հոսեմ։ Պատրաստ եմ։ Ամեն բանի ավելի քեզի, քեզ ծառայելու, քո թաշտի մեջ առաջ տանելու։ Պատրաստ եմ ֆինանսով, պատրաստ եմ ծառայությամբ, պատրաստ եմ ժամանակով, պատրաստ եմ ամեն ինչով, որ քո տակավորությունը երթա առաջ։ Հուսամ այս բանը ավելի շատ կսես։ Դերը դեսիրքի մեջ արուսավ Անանիա անալսավ ահա ես հոսեմ։ Դերը ասավ Անանիային. Ելիր, գնա այն փողոցը, որ ուղիղ գոչվի, եւ հոն հութայի դանը մեջ փնդրե Սողոս անունով դարսոնացիվը, վասնզի ահա անիգա աղոտ գնե։ Եվ դեսիրքի մեջ մարդ մտեսավ Անանիա անունով, քովը մտած եւ ցերքը իր վրա տարած, որբեսի տեսնե։ Աստված Անանիային գսե, Բողոսը քեզի երազին մեջ տեսավ, որ դուն պիտի կաս, ցերքդ վրան պիտի տնես եւ ինքը պիտի բժշկվի։ Գտեսնեք Աստված ինչպես գկարոզե գներգայացնե հարցը, ինչպես կգազմավորե։ Բողոս աղոտ կնե 3 օր, ասինք առանց ուդելու, առանց խմելու։ Աղոտ կնե, քանի որ չգիտեր ինչ կպատահի իրեն։ Եվ դերը Անանիասը գղրգե։ Գրնար Հիսուս հանդիպել, չէ՞ մեկադալ Բողոսին։ Գրնար։ Ինչպես առաջին օրը։ Գրնար մեկադալ
հանդիպիր, գրնար ինքը Սուրբ Օգիով այսպես քալ այցելել, գրնար իրեն հայտնություններ տալ, երկնային լույսերը բանալ, շատ բաներ գրնար անել Հիսուս, բայց չրավ։ Ինչն եմ դեր շատ բան միներ, գնա Դամասկոս նստիրը սպասե։ Մենք երբեմն ասում ենք, այնքան մեծ բաներ կսպասենք, որ մեր ամենեն փոքր բաներու մեջ հավատարիմ չեն գլար։ Կսպասենք, որ Աստված մեզի հետ խոսի, որ մենք բան մընենք։ Բայց Աստված այդպես բան չներ։ Աստված քեզ գսե հիմա ինչ պետք է անես, դու գիտես։ Բրե։ Ինչ է հիմա քո կիծածդ, ինչ կսվի քեզի, ինչ կխնդրվի քեզ մե եկեղեցիիդ մեջ։ Դադարե։ Վերի բաներ մի սպասել, քայլը քայլին, քայլը քայլին, քայլ առ քայլ։ Եվ Անանյան պատասխանեց. Դեր շատերը լսեցի այն մարդուն համար, թե շատ ճարիքներ ըրավ քու սուրբերուտ Երուսաղեմի մեջ։ Եվ հոնալ քահանայապետները իշխանություն ունի գաբելու անոնք, որոնք քու անունդ կգանչեն։ Ուրեմն Անանյան գսե Սողոսը եկեր է մեզ բռնելու, մեզ դանելու, շատ բաներ մենք լսեցինք իր համար։ Աստված գսե քնատուն, վասնզի անիգա ինձի ընդիր աման մնե։ Իմ անունս գրելու հետանոսներուն եւ տակավորներուն եւ Իսրայելի որդիներուն արչեւ։ Աստված գսե Անանյային թե ինչ պիտի ըլլա Բողոս, բայց Բողոսին բամը չսեր։ Կարևոր է աս մանրամասնությունները։ Քանզի ես անոր պիտի ցույցնեմ, թե պետք է իմ անվանս համար նեղություն գրե։ Անանյա գնաց իմ անվանս համար նեղություն գրե գանտրատարնակ։ Բողոս գտեսնե դիրոջը, դեր ինչ կուզես որ ես անեմ գսե։ Ինչ որ ասեր Հիսուս ինքը պատրաստ պիտի լար։ Քանի որ դեսավ Աստծո մեծությունը։ Բայց դեր իրեն բան չսավ։ Սավ գնա Դամասկոս մնիր։ Բայց դերը գսե որ ես իրեն պիտի կործածեմ, աման պիտի լա, եւ նեղությունները պիտի անցնի իմ համար, ինչպես քիչ առաջ ասի, դեր ինչ կուզես որ ես անեմ ինք ըսավ, բայց ինչ չեր գիտեր ինչեր պիտի լար իրեն։ Ուրեմն մենք երբ որ աղոտ կնենք Տիրոջը, վստահենք առանց գիտնալու ինչ պիտի լա մեզի, դերը գիտե մեզի ինչ պիտի լա, մենք վստահենք իրեն։ Անանյա գնաց եւ անոր դունը մտավ եւ ցերկը անոր վրա տնելով ասավ Սավուղ եղբայր։ Սավուղ իր եղբայրը չէր, իր թշնամին էր։ Բայց երբ որ դեր Հիսուս կուկա երկու անձերու միջև, երկուքը գտարնան եղբայրներ եւ քույրեր, հալելույա։ Երբ դեր Հիսուսը գմիանա երկուքի միջև, անժամանակ օրտությունները, հարաբերության օրտությունները գլան։ Եթե նեղությունից մեգումը չես սիրեր, դեր Հիսուս Քրիստոսը թող մտնե ցեր երկուքին միջև, անժամանակ եղբայրներ եւ քույրեր պիտի ըլլակ։ Սավուղ եղբայր դերզիս խրգեց այն Հիսուսը, որ ջամփուն մեջ քեզ երևցավ, երբ դու գերտայիր, որբեսի դեսությունը ստանաս եւ Սուրբ Օգիով լեցվիս։ Եվ շուտ մանոր աչքերեն թեփերու պես բաներ ինգան եւ իսկույն դեսավ ու ելավ մգրդվեցավ, գերագուրուդելով ուժը վրան եկավ ու քանի օր Դամասկոսի մեջ եղող աշակերտներուն հետ գեցավ։ Մեմը եւս Սուրբ Օգին եկավ, պիտի լեցվի Սուրբ Օգիով, անցնվեցավ Տիրոջը, աչքերը բացվեցավ, հիմա քիչ առաջ տեսան կոծվեցավ քիչ առաջ, հիմա կբացվի։ Կոծվեցավ աշխարհային մտքերու, հիմա կբացվի հոգևոր աչքերը, հալելույա։ Եվ ինչ կբադահի, շուտ մեն ընկել է, աչքերեն թեփեր շուտ մեն ընկել է եւ մգրդվեցավ։ Ելավ, դեսավ, մգրդվեցավ, ինչպես եւ քինին քիչ առաջ։ Գործ առաքելոցի մեջ մեզի գսորվեցնե ինչ է մգրդությունը։ Գզարմանան որ այսօր մեր հայերու մեծամասնությունը մգրդության են դեղյակ չեն եւ կամ սխալ բաներ գսեն։ Եվ դժբախտաբար առաջնորդներ, որոնք չեն գարձես գարտացած չեն։ Գարձեք թե գարտացած չեն ավետարանը եւ կամ գործ առաքելոց։ Ամեն ինչը ստակ է այստեղ։ Ելավ, հասկացավ, ապաշխարեց, նվիրվեցավ, մգրդվեցավ։ Ինք Աստծո մարդ էր, ինք սինագոգի մարդ էր, ինք ժողովարաններու մարդ էր, ինք ուսուցիչ էր, մեր սիրելի Բողոսը, հրյական օրենքը գսորվեցներ, բայց հիմա մգրդվեցավ Հիսուսի անունով, նվիրվեցավ Հիսուսի, եւ ինչ կնե, աշակերտներուն հետ մնաց, միապանություն սորվեցավ, այն աշակերտները, որ իր մեկ վախնային, հիմա իր հետ եղան, ինք հիմա հասկացավ, ինչս էլ է ճշմարիտ աշակերտ, ինչս էլ է Քրիստոսի մարմին, ինչս էլ է Քրիստոսի հետևորդ, հալելույա,
Եվ անմիջապես ժողովարաններում մեջ կքարոզեր Հիսուսը, թե անիգայի Աստծո որդին, եւ ամեն լսողները մեծամեծ զարմացեր էին ու գսեին, ասիգա չէ, որ Երուսաղեմի մեջ գմերցներ զանոնք ու այս անունը գանչեին, հոս ալ այն բանին համար եկած էր, որբեսի զանոնք կաբած քահանաբետներուն դանի, բայց Սողոս ալավերի գզորանար եւ Դամասկոսի մեջ բնագող հрьяաները գբաբանցեցներ, աբացուցանելով թե Քրիստոսը Հիսուսն է, հալելույա։ Շատ օրեր անցնել են ետքը, հрьяաները խորհուրդ ըրին, որ զանիգա սպանեն, բայց Սողոսին հայտնվեցավ անոնց նենկությունը եւ ծորեգ ու քիշեր թռները կսպասեին, որբեսի զանիգա սպանեն, իսկ աշակերտները քիշերով արին զանիգա, զամբույրի մեջ կախելով բադեն վարիչեցուցին եւ բացուցին։ Գտեսնեք, հազիվ մտավ Քրիստոսի հետևելու հալածանքները սկսան կալ, բայց ինք ավելիով Քրիստոսն է Հիսուսը, Հիսուսն է այն Քրիստոսը, որ հрьяաները կսպասեին։ Հալածվեցավ, չսիրեցին, բայց ինք ցույց կտար, որ ինք փոխված էր։ Մարդիկ կզարմանային, գսեն այս նույնը չէ, մեջը փոխված է։ Սիրելի քույր եղբայրներ, ապաշխարություն բառը ասել է փոփոխություն։ Եվ որ մարդիկ գսեն ես ապաշխարած եմ, իմաստ չունի, պետք է ասեն ես փոխված եմ, առաջ այսպես չէի, հիմա այսպես եմ։ Կյանքս փոխվեցավ, նպատակս փոխվեցավ։ Իմ դերս եղավ Հիսուսը, կյանքիս նպատակը Հիսուսն է։ Այս է հավատացյալ աշակերտը։ Երբ Սողոս Երուսաղեմ գնաց, չանաց աշակերտներում միանալ, բայց ամեն կնալ գվախտնային անգե, չհավատալով թե անիգա աշակերտ էր։ Տեսնեք, այո, իր մասին անչափ վատ բան խոսեցան, որ այլևս չէին հավատալ, որ մեկ վարքան այս Պողոսը գրտան մեկ օրվա մեջ, կամ 3 օրվա մեջ, կամ 1 ամսվա մեջ այսքան փոխվի, թերևս խաղ գնե, թերևս կխապե մեզ։ Բայց նայեցեք այստեղ Բարնաբաս անունով մի անձ կար։ Զանիգա առնալով առաքյալներուն դարավ եւ պատմեց անոնց թե ինչպես ջամփուն վրա դերը դեսավ եւ թե անոր հետ խոյեցավ եւ թե ինչպես Դամասկոսի մեջ համարձակ քարոզեց Հիսուսի անվանը։ Բարնաբասը եղավ այդ օկնական խաչմերուկ անձը, արավ Պողոսին, դարավ աշակերտներուն ներգայացուց եւ ինչ ասավ, ես տեսա համարձակ Հիսուսը գքարոզե։ Վերստին ծնված մարդը համարձակ է իր հավատքի մեջ։ Երբեմն մարդիկ կան մեր եկեղեցին մեջ, որ չես գիտեր այս մարդը վերստին ծնունդ ունի կամ չէ։ Չերևնար այնքան։ Բաները մը գսե երբեմն այսպես, բաները մը գսե երբեմն այսպես։ Չերևնար։ Բայց այստեղ երևցավ հստակ։ Իր կորձը ցույց տվավ, որ ինք իրական փոխված էր։ Մեր կորձերը ցույց պիտի տան, որ մենք փոխված մարդ ենք, Տիրոջ շնորհքին մեջ քայլողներ, նոր ճանապարհին մեջ քայլողներն ենք։ Եվ Երուսաղեմի մեջ անոնց հետ գմնար, գբդդեր գելեր եւ գմտներ դեր Հիսուսի անունովը համարձակ քարոզելով։ Հելենացիներուն թեմ գխոսեր եւ վիճապանություն գներ, անոնքալ գփնդրեին զանիգա սպաննել։ Իսկ եղբայրները իմանալով զանիգա Գեսարիա իջեցուցին եւ անգե դարսոն ղրգեցին։ Եվ ահավասիկ, տեսակ, հազիվ Հիսուսը գնտունի Բողոս առաքյալ, հարազատները կսկսի, գպախի, գպախցնեն, այստեղ են, այնտեղ են, Հիսուսի համար կհալածվեր, աշակերտներուն հետ սկսավ քարոզել Երուսաղեմ, տեսան, որ վտանգավոր մարդ է, ինչու, քանի որ ինքը հрьяաներ են դուրս ելած է, ինքը քահանայապետ են դուրս ելած է, ինքը ներսի մարդ է, ինքը ներսին բաները շատ լավ գիտե։ Ընդհանրապես երբ որ դու ներսի բաները շատ լավ գիտես, գուզեն լրացնել քեզ։ Ինչպես պատահեցավ այստեղ։ Ուրեմն շատ շուտ փախցուցին Գեսարիա դարին, Դարսոն դարին, ուր որ իր եղած ծննդավայրն էր։ Այն ադեն եկեղեցիները բոլոր Հրեաստանի եւ Գալիլեայի եւ Սամարիայի մեջ խաղաղություն ունեցան եւ շինություն ունենային ու դերոջը երկուղը ու Սուրբ Հոգին մխիթարությունով քայլելով գաջեին։ Եվ ահավասիկ Սուրբ Հոգին կկործե։ Գաջեին, Սուրբ Հոգիով գաջեին, դիրոջ երկյուղը ունեին, մխիթարությունով կքայլեին, ուրախությամբ կքայլեին։ Այս է եկեղեցին։ Եվ գաջեին կմեծնային անշուշտ քանագով եւ որագով։ Սուրբ Հոգի լեցունությամբ եւ նաեւ նոր հոգիներ կանցնեին։ Աջիլ բարը այստեղ նոր հոգիներու մասին էր խոսքը։ Հալելույա ժողովուրդ, կորձ առաքելոցը պետք է շարունակվի թեր։
դերը վերջագետ չդրավ այս քիրքին։ Երբ որ քիրքին վերջավորության գահանենք, ցեզ գսեմ մի քանի բաներ։ Գշարունակվի։ Երանի քեզի եւ ինձի, որ մենք եթե մենք այս գործ արակելոց քիրքի մեջ ապրինք, ինչպես որ է քիրքը։ Դերը ցեզ շատ օրհնե։ Իր ողորմությամբ լեցնե։ Սորվեցնե Սուրբ Հոգի առաջնորդությունը, խոնարհությունը, նվիրեց ձեզ, դա ձեզի բարգևեց ձեզ այդ հավատքի բարձությունը, որտուն անորմով Հիսուսի գործերը կատարես, ուր որես օրտնությունը լաց քո չորս կողմիններուդ, այո հալածվիս, ծաղրեն քեզ, չսիրեն քեզ, բայց Հիսուսի արին նույն բանը քեզ յալ պիտի անեն մի զարմանար։ Ամենագարող Տիրոջ Հոգին քեզ, ինձ եւ բոլորիս առաջնորդ է։ Լսենք այս երգը, որ մե վերջ